Շնորհակալություն, հարգարժան փոխխոսնակ Ռուբինյան, հարգարժան պարոն նախարար, հարգարժան գործընկերներ, ես ևս կարծում եմ, որ այս բարեփոխումը սպասված էր եւ լրացնում է բանակի մեր զինված ուժերի բարեփոխումների այն ամբողջ փաթեթը շարունակական, որը մենք այսօր ունենք եւ այո մենք պետք է շեշտը դնենք ոչ թե բանակի քանակի, իհարկե քանակը շատ կարևոր է, այլ առաջին հերթին ռազմատեխնիկական ոգու եւ մասնագիտական պատրաստվածության բարձր որակի վրա եւ պարոն նախարար, ես առաջարկում եմ, որ այո հիվանդությունների մասով ազատումներն ու արտոնությունները սահմանափակել, որովհետեւ տեսեք, մենք ունենք ենթադրենք որևէ հիվանդություն, որով զինվորը չի կարող շարային ծառայության անցնել, բայց նա կարող է բարձր IT մասնագիտական հատկություններ ունենալ եւ շատ լավ օրինակ աթասա թռցնել կամ այլ մի ոլորտի մեջ նստած միտեղ նա աշխատել, որը շատ ավելի մեծ էֆեկտ է տալու։ Մենք այսօրվա պատերազմները տեսնում ենք, զինվորը զինվորին չի տեսնում, հակառակորդը հակառակորդին չի տեսնում։ Այսօրվա պատերազմները տեխնոլոգիական պատերազմներ են եւ մենք պետք է մեծ ու լայն քայլերով գնանք այդ ճանապարհով, ինչը եւ այսօր արվում է, շատ ակնհայտ է, որ մեր բանակը այսօր արդիական տեխնոլոգիաներով համալրվում է ինչպես դրսից, այնպես էլ մեր սեփական արտադրությամբ եւ պետք է այս թեման անընդհատ պահել, շարունակել եւ մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ այսպես միայն մենք կարող ենք ձեռք բերված խաղաղությունը փայփայել, պահել ու ամրապնդել եւ այլևս վախեր չունենալ նոր պատերազմի, նոր սարսափների եւ նոր դժբախտությունների, որովհետեւ այս ճանապարհով մենք կարող ենք ավելի ապահով խաղաղություն ունենալ։ Շնորհակալություն։